Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 15614 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 345 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 438 ոչ սթափ վարորդ, 588 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 117 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 631 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 194, թմրանյութի հայտնաբերման 62, խարդախության 41, ֆիզիկական ներգործության 39, հոգեկան ներգործության 30, անձնական ունեցվածքի գողության 28, մարմնական վնասվածք պատճառելու 26, նաև մի շարք այլ հանցագործություններ, նախկինում կատարված 29 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 46 հետախուզվող, 3 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 12 դեպք։ 7 օրում գրանցված 59 ավտովթարի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվածք ստացել 81-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 689 դեպք, 112-ը արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 61, հրդեհի ծագման սպառնալիքի 26, ճանապարհատրանսպորտային պատահարի 16, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 141 դեպք, փրկարարների օգնություն են ցուցաբերել 299 քաղաքացում։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Պարեկները 66-ամյա տղամարդու մեքենայում 603 կիլոգրամ սիգեն հայտնաբերել։ Սևանա լճից սիկ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ Շորժա Վարդենիշ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան։ Պարեկները մեքենայում հայտնաբերել են սիկ տեսակի 1456 ձուկ ընդհանուր 603 կիլոգրամ քաշով։ Ըստ վարորդի ձկները ձեռք էր բերել Վարդենիսում անծանոթ անձից։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Երևանի պարեկները ձերբակալել են կեղծ ծառայողական վկայական ներկայացրած վարորդին։ Հունվարի 4-ին ժամը 22:40-ին մայրաքաղաքի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Opel մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման պարզվել է, որ 44-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է։ Տղամարդը ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական եւ հայտնել, թե իբր ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։ 44-ամյա վարորդը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Opel-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Երևանի պարեկները հայտնաբերել են ամանորի գիշերը խուլիգանություն կատարած քաղաքացուն։ Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք զինամթերք պահելու եւ խուլիգանության կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ։ Պարզվել է, որ նա հունվարի 1-ին կեսգիշերն անց կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցիալական ցանցում։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։